Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և չեմ սխալվել։ Երիտասարդներն եկան ու ապացուցեցին, որ կատարվածը հերոսություն է, չնայած որ հակառակորդը քանակով 10 անգամ ավելի շատ էր։ Մեր երիտասարդներն իրենց դիրքերը չլքեցին, փամփուշտները սպառվեցին, բայց կրկին դիրքերը չլքեցին։ Խոնարհվում ենք մեր նահատակների առաջ, կենդանի հերոսների առաջ և անշուշտ այս գործունեությունը պետք է միտված լինի, որ զոհողությունն իմաստավորվի։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն է խոսում 4-օրյա պատերազմի մասին։ Օր մենք հյուծվում ենք, ներքին իմաստով առաջին հերթին մարդատապվում է մեր երկիրը, տնտեսապես օրորի թուլանում ենք իր բոլոր հետևանքներով։ Այս ամբողջին ուղեկցում է այս 1.5 տարին հակառակորդի հարձակումը մեր բանակի վրա, ես շեշտում եմ մեր բանակի վրա, մի հաստատություն, որը մեր քննադատականով միակ հաստատությունն է մնացել, որի շնորհիվ մեզ հնարավոր է լինելու առաջիկա ժամանակներում ոչ միայն պաշտպանել մեր երկիրը, այլ նաև պահպանել մեր երկրի իշխանությունը։ Պատահական չէ, որ այդ հարվածը 1.5 տարի է ստանում է մեր բանակը։ Դժբախտաբար հակառակորդը մասնակի հաջողություններ ունի հյուսիսային հատվածներում, եւ ըստ Սեֆիլյանի, եթե մեր բանակի մարտունակությունը չլիներ, Թալիշն Ադրբեջանի ձեռքին պետք է լիներ, մատախիզն էլ չեզոք վիճակում։ Մեր զինվորների արիության պատճառով նրանք իրենց պլանը ամբողջությամբ չիրականացրին, սակայն իրականացրին կարևորագույն մի քանի խնդիր։ Նախ հասցրին մեծ վնաս, այսօր թիվերը, որ հայտարարված են, արդեն տեսնում ենք ինչ քանակ է, այդ թիվը, որ հայտարարված է, նույնիսկ Արցախյան պատերազմի ամենաթեժ ճակատամարտերում ես չեմ հիշում, որ մի օրվա մեջ կամ 2 օրվա մեջ այդքան զոհված լինենք։ Սա մեծ հարված էր մեր համար։ Հակառակորդը խնդիր էր դրել նաև բահելով, այսինքն նախ մուտք գործելով մեր անարիք Բերդի համբավը ցերկ բերած 22 տարվա մեր պաշտպանական համագարքը, ջեղքելով նա հոգեբանորեն մեծ հարված է հասցրել մեզ եւ բանակին եւ ժողովրդին։ Ժիրայր Սեֆիլյանը հոգեբանական պարտություն է համարում այն, որ տարածքի բնակիչները, սպաների ընտանիքները նույն հանգստությամբ չեն կարող մոտ ժամանակներս ապրել այդ տարածքներում։ Սեֆիլյանին անհասկանալի է մնացել նաև այն, թե ինչու այդ պատերազմի օրերին պետությունը մոբիլիզացիա չհայտարարեց, մարդիկ ինքնակազմակերպվեցին։ Այդ օրերին, հենց առաջի օրն իսկ ականատես եղանք մենք բազմահազար, կասենք, կամավորների, որոնք գնացին, միջայլոց շատ ողջունելու երևույթ էր դա, չնայած շատ ավելի ճիշտ պիտի լիներ պետությունը ինքը կազմակերպեր դա, այսինքն այդ ամբողջ կոչը բանակից լիներ, կանոնակարգված լիներ, ինչպես որ կարգն է մոբիլիզացիայի, այդպես լիներ։ Սակայն մենք ինչպես տեսնում ենք, մինչ օրս մոբիլիզացիայի հրաման չկա, այսինքն նորից հասկանում ենք, որ ճակերտավոր գլխավոր քերակույն հրամանատարը վախենում է մոբիլիզացիա հայտարարելուց։ Դակավին ինչ պիտի լիներ, որ մենք պատերազմ հայտարարենք հակառակորդի նկատմամբ։ Եվ այս իմաստով մենք երկրորդ օրը բացի նրանից, որ հայտարարել ենք մեր պատրաստակամությունը ծառայելու, օգնելու մեր բանակին, նաև հուշել ենք բարբերաբար եւ մինչ այսօր, որ մենք խնդիր ունենք, հայությունը այսօր խնդիր ունի այդ զոհողությանը իմաստ տալու, զոհերի կատարվածը իմաստավորելու, դա մեկն է, կատարել մի քայլ, որի պատճառով հակառակորդը պետք է ձունգի գա եւ դրա շնորհիվ հաստատվի իրոք լիարժեք խաղաղություն եւ զինադադար։ Մինչեւ այն ժամանակ, որ այդ քայլը մեր կողմից չի կատարվել, մենք շարունակելու ենք նույնանման հարվածները ստանալու։ Ըստ Սեֆիլյանի, Ալիևն այս ամենը չէր կարող անել առանց աշխարհաքաղաքական հովանավորների, բայց այդ ամենի մասին Նոր Հայաստանը 2 օրից կխոսի։ Արմին Ավետիսյան, Առաջին լրատվական։